Աշխատանքը որպես գիտակցական կենսագործունեություն, մարքսիզմի փիլիսոփայական հիմքերում, աշխատանքը ոչ միայն տնտեսական կատեգորիա է, այլև անթրոպոլոգիական եւ փիլիսոփայական հասկացություն, որը սահմանում է մարդուն որպես տեսակ։ Կարլ Մարքսն իր տնտեսական եւ փիլիսոփայական ձեռագրերում 1844 թվականին առավել հստակ ձևակերպում է այս գաղափարը։ Նա գրում է. Մարդն իրեն տարբերում է կենդանական աշխարհից նրանով, որ նա գիտակցաբար փոխակերպում է բնությունը իր կարիքները բավարարելու համար։ Կենդանին անմիջականորեն միաձույլ է իր կենսագործունեության հետ։ Այն չի տարբերում իրեն դրանից։ Այն հենց այդ կենսագործունեությունն է։ Իսկ մարդը կենսագործունեությունը դարձնում է իր կամքի եւ գիտակցության առարկա։ Նա գիտակցական կենսագործունեություն ունի։ Միայն այդ պատճառով է նրա գործունեությունը ազատ գործունեություն։ Կարլ Մարքս, տնտեսական եւ փիլիսոփայական ձեռագրեր, 1844 թվականին, պարզաբանում. Կենդանին գործում է բնազդով, ուտելու, ապրելու եւ բազմանալու անմիջական անհրաժեշտությունից։ Նրա գործունեությունը պայմանավորված է բնությամբ։ Մարդը ընդհակառակը նախ պլանավորում է իր գործողությունները գիտակցության մեջ, նախքան դրանք իրականացնելը։ Եվ այդ գործողությունների միջոցով նա փոխում է ինչպես արտաքին բնությունը, օրինակ հաց թխելու համար ցորեն աճեցնելով, այնպես էլ իր սեփական ներքին բնությունը, զարգացնելով հմտություններ, գիտելիք, մշակույթ։ Այս գիտակցական, նպատակադրված գործունեությունը կոչվում է աշխատանք։ Ֆրիդրիխ Էնգելսն այս գաղափարն առավել մանրամասն զարգացրել է իր Աշխատանքի դերը կապիկի մարդու վերափոխման պրոցեսում աշխատությունում, որը գրել է 1876 թվականին։ Անվանումն ինքնին արդեն հարցի պատասխանն է։ Էնգելսի թեզը հետևյալն է. մեր նախնիների, հոմինիդների համար աշխատանքը, գործիքների կիրառումն ու արտադրությունը դարձավ այն հիմնական շարժիչ ուժը, որը հանգեցրեց կենսաբանական եւ հոգեվոր էվոլյուցիային։ Առաջին ուղղաձիգ քայլվածք։ Գործիքներ օգտագործելու անհրաժեշտությունը ազատեց ձեռքերը, ինչը հանգեցրեց ուղղաձիգ քայլվածքի զարգացմանը։ Երկրորդ, ձեռքի զարգացում։ Բարդ գործողություններ կատարելը հանգեցրեց մարդու ձեռքի նրբագեղ զարգացմանը։ Երրորդ, խոսքի եւ գիտակցության ծագում։ Աշխատանքի պրոցեսում մարդիկ սկսեցին համագործակցել, անհրաժեշտություն առաջացավ հաղորդակցվելու, համաձայնեցնելու գործողությունները։ Այս անհրաժեշտությունն է, որ Էնգելսի կարծիքով հանգեցրեց խոսքի զարգացմանը։ Խոսքն էլ իր հերթին հզոր խթան հանդիսացավ գիտակցության եւ մտածողության զարգացման համար։ Աշխատանքը հարստացրեց սնունդը, աշխատանքը սկիզբ դրավ խոսքին, եւ այս երկու գրկիրների ազդեցության տակ կապիկի ուղեղն աստիճանաբար վերափոխվեց մարդու ուղեղի, գրում է Ֆրիդրիխ Էնգելսը իր Աշխատանքի դերը կապիկի մարդու վերափոխման պրոցեսում աշխատությունում։ Այսպիսով, Էնգելսի համար աշխատանքը ոչ թե պարզապես այն է, ինչ մարդը անում է, այլ այն ուժն է, որը ստեղծեց մարդուն, ձևավորելով նրա մարմինը, ուղեղը եւ հասարակությունը։ Մարքսիզմում աշխատանք հասկացությունն ունի երկու հիմնական նշանակություն՝ տնտեսական դասակարգային։ Կապիտալիզմի պայմաններում աշխատուժը դառնում է ապրանք, որի շահագործման միջոցով ստեղծվում է ավելցուկային արժեք։ Սա այն մակարդակն է, որի մասին խոսում էր ձեր նախորդ հարցում։ 2. Փիլիսոփայական անթրոպոլոգիական։ Աշխատանքը հանդիսանում է մարդու էության դրսևորում։ Դա այն գործունեությունն է, որի միջոցով մարդը ինքնաստեղծում է իրեն, փոխակերպում բնությունը եւ կառուցում հասարակությունը։ Աշխատանքը մարդուն դարձնում է մարդ։ Այս երկու մակարդակները մարքսիզմում սերտորեն կապված են։ Կապիտալիստական հասարակարգը, շահագործելով աշխատուժը, օտարացնում է մարդուն նրա ստեղծագործական մարդակերտող էությունից, քանի որ աշխատանքը դադարում է լինել ինքնաարտահայտում եւ վերածվում է կենսամիջոցների հայթայթման հարկադրանքի։ Հարց է ծագում. ինչու մարդը, այլ ոչ թե կենդանին, գիտակցաբար փոխակերպում է բնությունը իր կարիքները բավարարելու համար։ Մարքսի այս պնդումը հենվում է մի շարք կարևոր տարբերությունների վրա, որոնք առանձնացնում են մարդու գործունեությունը կենդանիների գործունեությունից։ Հիմնական պատճառները, թե ինչու միայն մարդն է գիտակցաբար փոխակերպ բնությունը, հետևյալն են։ Նպատակադրում նախքան գործողությունը, գիտակցական նախագծում, մարդը նախ իր գիտակցության մեջ ստեղծում է արդյունքի գաղափարային նախագիծը,
նպատակը եւ միայն դրանից հետո է գործում այդ նպատակին հասնելու համար։ Օրինակ, ջարդարապետը նախ նկարում է շենքի նախագիծը, մտքում հաշվարկում է նյութերը եւ ապա շինարարները սկսում են աշխատանքը այդ պլանին համապատասխան։ Նույնիսկ ամենապարզ աշխատանքը, օրինակ աթարի համար փայտ հավաքելը, ունի նախադրյալ նպատակ, պետք է տաքանամ։ Կենդանին գործործում է բնազդով եւ անմիջական խթանների պատասխանով։ Նրա գործողությունները չեն նախագծվում գիտակցության մեջ որպես հստակ նպատակ։ Այն արձագանքում է տվյալ պահի կարիքներին, սով, վտանգ, բազմացման դրդապատճառ։ Օրինակ թռչունը բույն է հյուսում ձագերին մեծացնելու համար։ Սա բարդ եւ տպավորիչ վարքագիծ է, սակայն այն ղեկավարվում է ժառանգական բնազդով, այլ ոչ թե գիտակցական նախագծմամբ։ Թռչունը չի կարող նախագծել բնի նոր, ավելի կատարյալ մոդել, որը նախկինում չի տեսել։ Կարլ Մարքսը իր կապիտալ աշխատության մեջ օգտագործում է Սարթի օրինակը, հենց այս գաղափարը պարզաբանելու համար, թե ինչով է մարդու աշխատանքը տարբերվում կենդանու բնազդային, այսինքն ինստինկտիվ գործունեությունից։ Ահա այդ հանրահայտ մեջբերումը կապիտալի առաջին հատորից։ Սարթը կատարում է գործողություններ, որոնք նման են ջուլհակի գործողություններին, իսկ մեղուն իր մեղրախորիսխների կառուցումով ամոթահար է անում շատ ճարտարապետների։ Սակայն նույնիսկ ամենավատ ճարտարապետը լավագույն մեղվից առաջ է նրանով, որ նախքան քարը դնելը, նա այն արդեն կառուցել է իր գիտակցության մեջ։ Արտադրության վերջում ստացվում է այն, ինչը նրա սկզբում արդեն գոյություն ուներ աշխատողի երևակայության մեջ, այսինքն գոյություն ուներ իդեալական կերպով։ Ի տարբերություն կենդանու, մարդը նյութականը դարձնում է իր կամքն ու գիտակցությունը ներկայացնող ձև։ Կարլ Մարքս, Կապիտալ, հատոր առաջին։ Գլուխ 5. Աշխատանքային գործընթացը եւ արժեքի ավելացման գործընթացը։ Մարքսը այստեղ հիանալիորեն է պատկերում մարդու եւ կենդանու տարբերությունը։ Կենդանու ինստինկտիվ գործունեություն, օրինակ սարթը կամ մեղուն։ Սարթը գենետիկորեն ծրագրավորված է սարթոստայն հյուսելու համար։ Այս գործողությունը անխուսափելի է, բնազդային եւ նույնական նույն տեսակի բոլոր անհատների մոտ։ Սարթոստայնը զարմանահրաշ է, բայց սարթը չի կարող հյուսել, ասենք եռանկյունաձև սարթոստայն, կամ դադարեցնել այս գործունեությունը, եթե հանկարծ որոշի, որ դա անօգուտ է։ Նրա գործունեությունը ամբողջությամբ որոշվում է բնությամբ։ Մարդու գիտակցական նպատակային աշխատանքը, օրինակ ջուլհակը կամ ճարտարապետը, մարդը նախքան գործունեությունը սկսելը, ստեղծում է արդյունքի գաղափարային իդեալական նախագիծը իր գիտակցության մեջ։ Ջուլհակը, ի տարբերություն սարթի, նախապես գիտի, թե ինչպիսի գորգ է ցանկանում հյուսել, ինչ նախշերով եւ ինչ գույնի։ Նա կարող է փոխել նախագիծը, փորձարկել նյութերը եւ ստեղծել մի բան, ինչը երբեք չի տեսել բնության մեջ։ Մարքսի համար սարթի օրինակը կարևոր է, քանի որ այն ընդգծում է գիտակցության եւ նախագծման կենտրոնական դերը մարդու աշխատանքային գործընթացում։ Մարդու աշխատանքը ստեղծագործական է եւ նպատակադրված, մինչդեռ կենդանու գործունեությունը, even ամենաբարդը, մնում է ինստինկտիվ եւ կանխորոշված։ Հենց այս ունակությունն է հնարավոր դարձնում նաեւ հավելյալ արժեքի ստեղծումը, քանի որ մարդը կարողանում է պլանավորել եւ իրականացնել աշխատանք, որի արդյունքը գերազանցում է նրա անմիջական կենսաբանական կարիքների բավարարումը։ Գործիքների արտադրություն եւ օգտագործում։ Մարդը արտադրում է գործիքներ հատուկ նպատակների համար եւ փոխանցում դրանց օգտագործման գիտելիքը հաջորդ սերունդներին։ Գործիքները դառնում են աշխատանքի միջոցներ, որոնք բազմապատկում են նրա ուժերը։ Օրինակ, մարդը չի բավարարվում գտած ճյուղով։ Նա այն սրում է, կտրում է, սարքում նիզակ կամ տափակեցնել հենց դրա համար նախատեսված տեխնոլոգիաներով։ Կենդանին կարող է օգտագործել գտնված առարկաներ, օրինակ, շիմպանզեն փայտե ձողով մրջյուններ է հանում բնությունից կամ քարով պնտուկ ջարդում, բայց չի արտադրում այդ գործիքները հստակ նախագծմամբ։ Նման վարքագիծը հազվադեպ է, սահմանափակ եւ հիմնականում բնազդային է կամ պատճենված այլ անհատներից։ Բնության վերափոխում, ոչ միայն հարմարում։ Մարդը փոխակերպում է բնությունը ըստ իր կարիքների։ Նա չի սպասում, որ բնությունը նրան ինչ-որ բան կապահովի, նա ակտիվորեն վերափոխում է այն։ Օրինակ, անտառները հատում է դաշտեր ստեղծելու համար, գետերը շեղում է ոռոգման նպատակով, կառուցում է ամբարտակներ։ Նա ստեղծում է արհեստական միջավայր, որը ծառայում է իր գործունեությանը։
Կենդանին հարմարվում է գոյություն ունեցող բնական պայմաններին։ Եթե պայմանները փոխվում են, այն պարտադիր փախչում է կամ մահանում, կամ էլ էվոլյուցիոն ճանապարհով զարգացնում է նոր հարմարվածական հատկանիշներ, ինչը տեղի է ունենում շատ դանդաղ պրոցեսներով։